որովհետև Գյումրին ակնհայտորեն 91 թվականից սկսած միշտ եղել է ընդդիմադիր քաղաք, ընդդիմադիր հայացքներով ու առաջին հերթին դա վերաբերում է սոցիալ հասարակական կյանքին, հա, որովհետև ցավոք սրտի երկրաշարժից հետո մի ամբողջ պետություն չկարողացավ 30 տարվա ընթացքում լուծել մեկ ավիրված քաղաքի բնակիչների ապրելու հարցը, աշխատելու հարցը եւ ակնհայտորեն տեսնելով ընդամենը 120 կիլոմետր Գյումրիից գալով Երևան, մարդիկ այլ իրականության մեջ էին հայտնվում ու իրանք չէին կարողանում հասկանալ ինչի է Երևանը կատաստրոֆիկ մեծ քայլերով զարգանում, իսկ երբեմնի հզորագույն արդյունաբերություն ունեցող քաղաքը տրիկոտաժ արդյունաբերությամբ, օրինակ, չգիտեմ, Գյումրիի Լենինականի տեքստիլ կոմբինատը իր հզորությամբ ու մեծությամբ համարվել է Իվանովոյի տեքստիլ կոմբինատից հետո երկրորդը։ Իսկ Իվանովոն այդ ռուսերեն город невеста էին ասում, ինչի, որովհետև մանողները, հա, գործողները, մասնագիտությունը ունեցող կանայք ու աղջիկներ աննորմալ մեծ քանակությամբ էին այնտեղ աշխատում, Գյումրի Լենինականում տեքստիլ կոմբինատը 3 հերթափոխով էր աշխատում, 8 ժամը մեկ փոխվում էր, 24 ժամ աշխատում էր ինքը, ու այն թաղամասում, որտեղ որ ես ապրում էի, մենք 8 ժամը մեկ այդ գուդոկը, հիշում եք Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում էլ այդ գուդոկը կա, այդ գուտոկով մենք ժամերը կարող էինք ճշտենք ու հասկանում էինք, մեր տներն հենց տեքստիլ թաղամասում էր, մենք տեսնում էինք մի հերթափոխի դուրս գալը, մյուս հերթափոխի մտնելը։ Դե ուժեղ հզորագույն արդյունաբերական քաղաք լինելով հանդերձ երկրաշարժից հետո այդ խնդիրները ունենալով, մարդիկ տեսնում էին, չէ, որ իրենք տասնամյակներով շարունակում են տնակներում ապրել, իսկ Երևանում հյուսիսային պողոտա է ստեղծվում 5 տարում։